Mən խոսք ասում եմ, եկեք 6-1 կամ 6-1-ից, եկեք ու դառնանք Տիրոջ մոտ։ Ինչի համար, որովհետև նա պատառեց, նա էլ կբժշկի։ Նա զարկեց, նա էլ կպատմեց։ Նա մեզ կկենդանացնի 2 օրից հետո։ 3-րդ օրը նա մեզ կկանգնեցնի։ Եվ մենք կապրենք նրա առաջը։ Եվ կճանաչենք եւ էլ կհետևենք ճանաչելու Տիրոջը։ Արշալույսի պես պատրաստ է նրա ելքը եւ նա պիտի գա մեզ համար անձրևի պես, վերջի անձրևի պես, որ ոռոգում է երկի։ Հովսեա 6:1 Եկեք դառնանք Տիրոջ մոտ։ Հովսեան կոչ անում։ Ասում է եկեք դառնանք Տիրոջ մոտ։ Ինքդ քեզ կարողանում ես այդպես ասել։ Եկեք դառնանք Տիրոջ մոտ։ Արսեն, արին դարձիր Տիրոջ մոտ։ Որտեղ եթե խնդիրներ ունես կյանքիդ մեջ, նա է լուծողը։ Եթե պրոբլեմներ ու դժվարություններ ունես, եթե վատ գերություններ ունես, եթե պղծություններ ունես, նա է ազատողը։ Եթե վերքեր ունես, նա է փաթաթողն ու բուժողը։ Եկեք դառնանք Տիրոջ մոտ։ Շատ կարևոր է այդ դարձը, սիրելիներ։ Շատ կարևոր է դառնալը։ Եթե ասում ենք դառնալ, ես հասկանում եմ մի հատ ճանապարհ, որ մենք վերցրել ենք այդ ճանապարհը, գնում ենք առաջ։ Եվ Աստված ասում է, սխալ ես գնում, կանգնիր։ Դու դեպի ինձ չես գալիս, դու իմ մոտ չես գալիս, կանգնիր եւ դարձիր ինձ։ Որովհետև ես եմ քեզ բժշկողը։ Ես եմ քեզ բուժողը։ Դու որ ջարդված ես, դու որ վիրավորված ես, դու որ կոտրված ես, դու որ հիասթափված ես եւ չես ուզում ոչինչ անել, դու որ նեղված ես, չգիտեմ ինչ որ կատարվում է կյանքիդ մեջ, ես եմ, որ կարող եմ բժշկել, բուժել, փաթաթել եւ քեզ վերադարձնել։ Ետ դարձիր իմ մոտ։ 2 օր։ 2 օրից ես քեզ կկենդանացնեմ։ Եվ դու 3-րդ օրը արդեն կարողանաս կանգնել իմ առաջ։ Եվ դրանից հետո կճանաչես ինձ եւ կհետևես ինձ։ Միայն թե դարձիր ինձ, ասում է Տերը։ Միայն թե կանգնիր, տորմուս տուր, ստոպ տուր։ Կանգնիր, արգելակիր եւ դարձիր դեպի ինձ։ Ես հույսով եմ, որ դու քո մեջ հիմա ճանապարհներ ես գտնում ու տենում, որոնք անաստվածային են, որոնք Աստծով չեն, Աստծո կամքով չեն, որ ես ու դու վերցնել ու գնում ենք եւ Աստված ասում է կանգնիր ու հետ դառնիր ինձ։ Փոխիր այդ ճանապարհի ուղղությունը։ Ես քեզ կբժշկեմ, ես քեզ կբուժեմ։ 2 օր, դժվար չի։ 2 օր։ Ոնց գրած է, այդպես հավատում եմ։ 2 օրից ես քեզ կկենդանացնեմ։ Ես ուշ վաղտ պարկած մտածում էի գիշերը եւ մի հատ խոսք է մտքիս մեջ ցակեց ուղղակի միտքս։ Հոգին է կենդանացնում։ Մարմինը ոչ մի բանի հոգուտ չունի։ Հովհաննես 6:64 Հոգին է կենդանացնում։ Մարմինը ոչ մի բանի հոգուտ չի անում։ Քանի հոգի ունենք կենդանության կարիք։ Բոլորս ունենք կենդանության կարիք։ Լավ, բոլորս ունենք ավելի կենդանության կարիք։ Բոլորս ունենք մի քիչ ավելի շատ կենդանության կարիք, ավելի շատ կենդանանալու եւ Աստված ասում է դարձի ես քեզ կկենդանացնեմ։ Գիտեք, միջև չկարողանաս դառնալ ասա։ Միջև Աստված չփաթաթի քո վերքը։ Միջև Աստված այդ պատառվածը չբուժի, դու չես կարող կենդանանալ։ Գիտեք ինչ համեմատություն եմ ուզում անեմ։ Քանի հոգի են ուզում կենդանանալ առանց իրանց վատ բնավորությունից ազատվելու։ Մի զարմացեք, լիքը մարդիկ կան այդպես։ Ովքեր ուզում են կենդանանալ, առանց
իրանց վատ բնավորությունից ազատվելու։ Դեր ես ուզում եմ կենդանի լինեմ, բայց այս բնավորության գիծը թող մնա, թող չգնա, դա ինձ պետք է։ Ես վատի մասին եմ խոսում։ Թող մնա այս բնավորության գիծը, թող մնա այս ճանապարհը։ Դա ինձ հեղինակություն է տալիս։ Դա ինձ իշխել է տալիս։ Դա ինձ շփվել է տալիս, դա ինձ էս է տալիս, այն է տալիս, այն է տալիս, թող մնա սա, բայց ես ուզում եմ կենդանի լինեմ։ Աստված ասում է, պիտի դառնաս, քեզ բուժեմ, փաթաթեմ, 2 օրից հետո նոր քեզ կկենդանացնեմ, 3-րդ օրը դու կապրես ու կկանգնես իմ առաջ։ Գիտեք Աստծո առաջ կանգնել ինչ է նշանակում։ Աստծո առաջ կանգնել են չի, որ մենք ապրում ենք սովորական եւ Աստված ամեն մեկից կյանքը տենում է, թե ով ինչ է անում։ Դա չի Աստծո առաջ կանգնելը։ Զաքարիա Մարգարեթյանը մի հատ խոսք կա, խոսում է 2 ձիթենիների մասին, ասում է սրանք նրանք են, ովքեր կանգնում են զորած Տիրոջ առաջին, ովքեր հատուկ կանգնում են Աստծո առաջ, այդ պահին, ոնց որ կանգնել ես հաշվետվության եւ ոչ ոք չկա այս աշխարհում, դու ես եւ Աստված եւ դուք իրար հետ խոսում եք։ Եվ Աստված քեզ պատգամ է տալիս, քեզ հանձնարարություն է տալիս, կամ փոխում է քո վերսը, կամ մաքրում է քեզ, եւ ինչ որ բան, որ Աստված կարող անի մարդու համար, կանգնելու ժամանակ, Աստծո առաջ հատուկ կանգնելու ժամանակ, այդ վաղտն է, որ իմ ու քո կյանքը փոխվում է։ Այդ վաղտն է, երբ որ մենք կանգնում ենք եւ Աստված ասում է, ես կենթանացրել եմ քեզ, որ դու կարողանաս կանգնել իմ առաջ։ Ով ուզում կանգնի Աստծո առաջ, առանց կենթանի լինելու հնարավոր չի։ Մեռելը չի կարող կյանքի հետ շփվի։ Մեռելը պիտի արթնանա, կենթանանա, նոր կարողանա շփվել կյանքի հետ։ Ամեն։ Գիտեք, ես մաքրվելու, սրբվելու եւ Տիրոջից վախենալու, երկյուղ ունենալու կոչ եմ անում։ Եսայի մարգարեության մեջ մի հատ խոսք կա։ Երբ որ 9-րդ գլխում խոսում է Աստծո 7 հոգիների մասին, որ Հիսուսի վրա պիտի հանգչի, երբ որ 3-րդ խոսքը վերջանում է, սենց է սկսում, եւ նրա ախորժակը Տիրոջ երկյուղն է։ Դու հասկանում ես։ Նրա ախորժակը Տիրոջ երկյուղն է։ Մի հատ նայ քո ախորժակին։ Քանի որ տալի նոր է սկսել, նոր է սկսում։ Ես ուզում եմ, որ այն ցանկացած մի բան, որ նոր է սկսում, ուզում ես այդտեղ մի հատ սենց մի հատ նորովի ինչ-որ մի բան անել, չէ՞։ Ասես լավ, պրծավ, ինչ-որ մի բանի է, կամ դու քո վրա հաշիվ ես դնում, ասում ես, այս ամիսներ պրծենի սրանից հետո սենց եմ անելու։ Այս տարիներ պրծենի սրանից հետո սենց եմ անելու, չէ՞։ Հիմա, քանի որ նոր է սկսել, ես ուզում եմ սրբության կոչ անել։ Ես ուզում եմ ինքնա մաքրվելու, ներսից մաքրվելու կոչ անել ժողովուրդ, որտեղ դա է, որ մեզ պահելու է Աստծո առաջ։ Եթե մենք մաքրված չենք, մենք Աստծուց հեռու ենք։ Եթե մենք չենք մաքրվում, եթե մենք չենք սրբվում, եթե մենք չենք ապաշխարում, եթե մենք չենք ասում Աստծուն, որ մենք պատառված ենք, Տեր, բժշկիր մեզ։ Ինչքան կարող ես ցույց տալ քեզ, ինչքան կարող ես քեզ թաքցնել։ Ես հիմա մի հատ օրինակ բերեմ, տեսեք, երբ որ ասում է, եւ նրա ախորժակը Տիրոջ երկյուղն է։ Դու տես որն է քո ախորժակը։ Որն է քո ախորժակը։ Ինչ ախորժակ ունես դու դեպի Աստված։ Աստծուց վախենալու ախորժակ կա թե չէ։ Աստվածը, որ բավարարում է քո ախորժակը, թե շատ ուրիշ լիքը բաներ կա, որոնք քո ախորժակը բավարարում են, եւ դու դեռ շատ ավելի լավ ես զգում, քան որ Աստված կհրվի քեզ։ Գիտեք իմ մոտ ինչ կա, երբեմն ես դա ապրում եմ, եւ հավատում եմ շատերն էլ ապրում են էդի։ Երբ որ հնազանդ ես մնում, երբ որ իրավիճակի մեջ սուրբ ես մնում եւ սուրբ ես ապրում, երբ որ կարողանում ես հաղթահարել էդի, մի հատ հատուկ զգացողություն ես ապրում, եւ ես այդտեղ հասկանում եմ, թե ինչ է նշանակում, որ նրա ախորժակը Տիրոջ երկյուղն է։ Հիսուսի մասին է խոսքը։ Հիսուսի ախորժակը Աստծո վախն է, Տիրոջ երկյուղն է, եւ դա հատուկ հոգի է, որտեղ այդ 7 հոգիների մեջ կա նրա վրա պիտի հանգչի Տիրոջ վախի հոգին։ Ամեն։ Տիրոջ վախի հոգին, եւ դա հոգի է, որ մենք պիտի ուզենք Աստծուց, որ դա հանգչի մեր վրա, որ դա մնա մեր վրա, ոչ թե պահի տակ հանկարծ Աստծուց վախենանք, ասենք, այս ինչ բան է չանենք, որովհետեւ Աստված պատժում է, այլ ոչ, որ ես ախորժակ ունեմ Աստծո կամքը կատարելու,
Ես ախորժակ ունեմ Աստծու երկյուղը կատարելու, Աստծուց վախենալու եւ իր խոսքին հնազանդ լինելու։ Դա պիտի լինի մեր ախորժակը։ Ամեն դա ցանկության գագաթնակետն է, գիտեք։ Ախորժակը, երբ որ այդ պահի դրությամբ, որ դու ուզում ես ուտես կամ անես ինչ-որ մի բան, դա ցանկության գագաթնակետն է, որ դու այդ պահին ասում ես, սա է իմ ախորժակը, ես էսի եմ ուզում։ Ամեն։ Ես այսօր որոշել եմ շատ պարզ, շատ հասարակ, ուղղակի այն ինչ որ Աստված սրտիս մեջ դրել է, այն ինչ որ տեսնում եմ, այն ինչ որ հասկանում եմ մեր կյանքերի մեջ որ կա, ուզում եմ խոսալ այդ մասին, որպեսզի մեր կյանքերը իրոք փոխվեն, որտեղ մենք սրբանալու կարիք ունենք ժողովուրդ, մենք ապաշխարելու կարիք ունենք ժողովուրդ։ Նայեք ձեր կյանքերին, խնդրում եմ, նայեք ուղղակի իմացեք, ինչ որ մեկը կանգնել է եւ հորդոր անում, ուղղակի փոխվելու, սրտերը մաքրելու, զգացմունքները մաքրելու։ Գիտեք, երբ որ Ամովսի մեջ մի հատ խոսք կա 5:23-ը կամ 22-ից կամ 21-ից, բայց 23-ն է հիմնականում իմ ասածը։ Սենց է սկսում, ասում է, եթե հիմա մոտավոր եմ ասում, եթե հիմա ինձ զոհել մատուցանեք, ես մերժելու եմ եք։ Եթե հիմա ես բաներն եմ իմ համար անեք, ես դրանք մերժելու եմ։ 23 խոսքի մեջ ասում է հեռացրու ինձանից քո երգերի աղմուկը, որպեսզի ես քո տաղիղների եղանակը չլսեմ։ Որովհետև ասում է դու անապատում ինձ էիր զոհ մատուցում։ Ես բացատրեմ հիմա ինչ եմ ասում։ Անապատում ինձ էիր զոհ մատուցում, ասում է դուք մողոքի վրանն էիք կրում ձեր մեջ եւ ձեր հռեմփա Աստծուն զոհել էիք մատուցանում եւ այլն եւ այլն։ Պատկերացնում ես ինչ է ասում Աստված։ Դու ծառայում ես Աստծուն, դու հավատացյալ ես, տարիներով գալիս ես եկեղեցի։ Եվ հանկարծ Աստված ուզում է խոսալ քո կյանքի համար, թե դու ինչ ես արել 20 տարի։ Ոսմա, Արսեն, դու գիտես 20 տարի դու ինձ ես ծառայել։ Դու քարոզել ես, ավետարանել ես, աղոթել ես, հորդորել ես, ստես գնաց են, դես գնաց է, ես մարդու հետ ես խոսացել, մարդու հետ ես խոսացել, ու քեզ թվում է, դու 20 տարի ինձ ծառայություն ես արել։ Բոլորը գիտեք Արսենը ծառայել է 20 տարի, բայց երբ որ Աստված խոսա, ու Արսենի մեջ լինի նման բան, ինքը կասի դու մողոքի վրանն էիր կրում քո մեջ, բայց ոչ մեկ չէր տնում։ Դու երբ որ զոհ էիր մատուցում, երբ որ ծառայություն էիր անում, երբ որ խոսում էիր, դու հռեմփա Աստված ունեիր, կուրք ունեիր քո մեջ, անարդարություն ունեիր, պղծություն ունեիր, վատման ունեիր քո մեջ, ոչ մեկ չէր տենում դա։ Բայց ես տեսնում եմ ու ասում եմ, որ ես չեմ համարում, որ դու 20 տարի ինձ ծառայություն ես մատուցել, դու մողոքին ես ծառայել, դու քեզ ես ծառայել, դու քո զգացմունքներին ես ծառայել, դու քո կերոնին ես ծառայել, դու քո մտքին ես ծառայել, դու քո հեղինակությանն ես ծառայել, դու մարդկանց ես ծառայել, մարդկանց համար, դու ինձ ծառայություն չես մատուցել, ուզում ես խոսամ կյանքիդ վրա։ Ես համաձայնվել եմ, որ Աստված խոսա։ Ես համաձայնվել եմ ու ասել եմ խոսատեր, եթե կա մողոքի վրա, եթե կա հռեմփա Աստծո, չգիտեմ կնիկ, չգիտեմ ինչ, այն ինչ որ բաներ, եթե կան զոհեր, որոնք քեզ բարկացնում են, եթե կան զոհաբերություններ, որ դու ասում ես ատում եմ, ես մերժում եմ դրանք, դա ինձ չի, որով գիտեք հարցը շարժառիթի մասին է, սրտի մասին է, ով ինչի համար անում, ով ոնց է անում, ով ում համար անում եւ Աստված է դա տենում եւ ինքն է վերջում որոշելու, դատելու ու ասելու դու այս ինչ բանը, այս ինչի համար արեցի, դա ինձ չէր պատկանում, դա ինչ չէր, դա զոհն իմ համար չէր, այդ փառաբանությունն իմ համար չէր, այդ քարոզն իմ համար չէր, այդ այցը իմ համար չէր, քո եկեղեցի գալը իմ համար չէր։ Երբ որ դու գալիս ես, դու քո մեջ ուրիշ բան ես կրում, դու ուրիշ ցանկություն ունես, դու տարբեր պատճառներով էի գալիս կամ անում կամ ծառայում, ուզում ես խոսեմ կյանքիդ վրա ասեմ, ես ամեն ինչը տանում եմ անձնաքննության ժողովուրդ, որպեսզի մենք հասկանանք, մենք կարողանանք տեսնել, ես եկել եմ այսօր պաշտամունքի, ես հիմա ստեղ կանգնած ծառայում եմ, ես ինչի համար եմ ծառայում, ես ում համար եմ ծառայում, ինչ եմ քարոզում, ինչի նպատակ ունեմ ծառայություն անելու ժամանակ, դա է որոշում Աստված իմ կյանքի վրա ինչ է խոսալու։ Դա է որոշում, ես դատաստանի օրը սենց ուղղակի կանգնելու եմ գլուխս կախ իմ համար լավ ծուատամների կրճտոց արինելու, թե թագուպսակա լինելու արքայական։ Շարժարիքները մաքրվել ապել,
Ցանկությունները մաքրելա պետք, ինչի համար, ում կարող ես խաբել, մարդիկ 40 տարի անապատով գնացին, 40 տարի անապատի մեջ են, գիտեք, եթե նայեք, եկեք մի հատ այդ դրվագը վերլուծեք, պատկերացեք 3 միլիոն մարդ անապատով գնում է, եթե կողքից նայեք ասեն ինչ նպատակասլաց մարդիկ են, նրանք գնում են, նրանք քայլում են, նրանք գնում են դեպի նպատակակետ, դեպի խոստացված երկիր։ Հիմա նայեք իմ կյանքին կասեք Արսենը նպատակային է, այդ մա երկին։ Ծառայում ասում, եկեղեցի է գալիս, չէ՞, շարժի մեջ է։ Ծառայում է, այս անում են անում։ Բայց երբ որ Աստված խոսա, հանկարծ երկար տարիներ հետո ասի, Արսեն գիտես, որ քո 18 տարիա քարոզում ես, իմ համար չես քարոզել։ Դու քո մեջ կրում էիր ինչ-որ մի բան, դու քարոզում էիր դրա համար։ Դու քարոզում էիր, որովհետև սիրում էիր քարոզել։ Դու սովորեցնում էիր, որովհետև սիրում էիր սովորեցնել եւ դա քեզ դուր էր գալիս։ Եվ մարդիկ լսում էին այդ ու ասում էին լավ, նորմալ է կամ վատ է կամ եւ այլն, բայց ես ուզում ես ես որոշեմ։ Ես ասում եմ, որ դու քո մեջ ունեիր վատ բաներ, դու դրա համար էիր անում էդի եւ դու վարձատրություն չունես։ Բայց բոլորը 18 տարի գիտեին Արսենը քարոզում է Աստծո արքայությունը։ Ես օրինակ եմ ասում։ Չէ՞։ Նես չէ՞ դու ասել։ Ուղղակի վրա եմ ասում։ Արսենը 18 տարի է քարոզում է, բայց ինչ է կերում իր սրտի մեջ։ Ես քեզ հարց եմ տալիս, ասում եմ դուք մողոքի վրան եք կերում ձեր կյանքի մեջ, ձեր սրտի մեջ։ Ես քեզ հարց եմ տալիս ամենայն անկեղծությամբ։ Մի հատ նայ սրտիդ մեջ, ինչեր ես կերում քո սրտի մեջ, որ ոչ մեկ չգիտի դա։ Սրտիդ մեջ ինչ ես կրում, նորից եմ ասում, նայ, սա հանակ չի, սա կատակ չի ժողովուրդ, սրտիդ մեջ ինչ ես կրում, հայրեն ասած ում հանդեպ ինչ ես շնչում, ինչ կուրք ունես կյանքիդ մեջ, ինչ անհնազանդություն ու անսրբություններ ունես կյանքիդ մեջ, նայ սրտիդ մեջ ինչ ես կրում, ում ես կրում քո սրտի մեջ, Եթե այսօր Աստված ասի հեռացրու ինձանից քո երգերի աղմուկը։ Գիտեք դա տոնախմբություն։ Մենք կարող ենք հավաքվել ամբողջ եկեղեցով տոնախմբություն ենք անում, Աստծուն փառք ենք տալիս, ուրախանում ենք, գիտենք Աստծո համար ինչ-որ մի բան ենք անում, բայց պատկերացրեք Աստված գլուխը թեքած մի կողմ, չեն ուզում նայել, ասում այս մերժում եմ էդի, հեռացրեք ինձանից այդ աղմուկը, ես հոգնել եմ դրանից, չեմ ուզում էդի։ Ես չեմ ասում 100%-ով մենք սենց ենք ժողովուրդ, ես ասում հնարավոր է եւ հավատում եմ, որ կա մեր կյանքերի մեջ այդպես բաներ եւ ես ազատվելու կոչ եմ անում։ Աստված նայում ասում է, այսքան տարի ինչ էիր անում։ 40 տարի անապատով քայլում էիր, ինչ։ Մողոքի վրան ունեիր քո մեջ։ Հռեմփա Աստծո աստղ, չգիտեմ ես ինչ ունեի քո մեջ, որի պատճառով ես քո բոլոր զոհաբերություններն ու ծառայությունները մերժել եմ ու ասել եմ, որ ես դրանց չեմ հավանում։ Բայց եթե դառնաս իմ մոտ, բայց եթե վերադառնաս իմ մոտ դու կապրես, բայց եթե կանգնես ու ետ դառնաս, ես քեզ կկենդանացնեմ, ես քեզ կկանգնեցնեմ իմ առաջ եւ դու կսկսես իմ առջև ապրել։ Գիտեք Աստծո առջև ինչ է նշանակում ապրել, դա չի նշանակում, նորից եմ ասում եմ, որ Աստված տենում է, Աստված ամեն ինչ տենում է եւ ամեն ինչ գիտի, բայց նրա առջև ապրել նշանակում է, որ դու իրան խաբելու ոչինչ չունես, դու իրանից թաքցրած ոչինչ չունես, ոնց որ կաս դու իր առաջ ես, ինքը քեզ հենց տենում է ընենց, ոնց որ դու քեզ ներկայացրել ես իրան։ Ու դու ոչինչ չես պահել իրանից ու իրան ասել ես, որ ես այսպիսին եմ եւ ես քո առաջ եմ ուզում ապրեմ, ես չեմ վախենում դրանից։ Դու ումից ես վախենում։ Ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Եթե հարկ լինի կարող եմ մոտենալ։ Ուղղակի Աստծուց ես վախենում, թե սատանայից։ Աստծուց, այո, ավետարան ասում ով ինչից վախենա իրան ծառա կլինի։ Ով ինչից վախենա, նրան ծառա կլինի։ Ինչից ես վախենում, նրան ծառան ես։ Երբ որ Մատթեոս ավետարանի մեջ ասում մի մարդ չի կարող երկու հոգու ծառայել,
չեք կարող ծառայել Աստծուն ու մամոնային։ Դրանից անմիջապես հետո բացատրում է ինչի նկատի ունի։ Ասում է, սրա համար ասում եմ ձեզ, այսինչ բաների համար հոգս մի արեք։ Խի, որտեղ եթե սկսես հոգս անել այդպես բաների համար, սկսես ծառայել մամոնային։ Եթե վախենաս այդպես բաների համար, սկսես ծառայել մամոնային, կմտնես դրա ազդեցության տակ։ Ինչից վախենում ես, նրան էլ ծառայում ես։ Ինչից վախենում ես, նա քո վրա ազդեցություն ունի, եւ դու նա ակես ակամայից սկսում է թելադրել, եւ դու դառնում ես իր ծառան։ Եվ դու մտնում ես մի հատ ուրիշ ճնշման տակ։ Մեկ էլ տենում ես կյանքիդ մեջ ինչ-որ բան է փոխվել, կյանքիդ մեջ խորհրդություն է եկել։ Մեկ էլ կտենաս, որ կամաց հեռանում ես Աստծուց։ Մեկ էլ կտենաս, որ օծության պակաս կա։ Մեկ էլ կտենաս, որ արքայության պակաս կա։ Մեկ էլ կտենաս, որ Աստծո ներկայության պակասը կա կյանքիդ մեջ։ Եվ ստեղ է, որ Աստված ասում է կանգնիր։ Դարձիր ինձ։ Արեք գնանք Տիրոջ մոտ։ Նա է մեզ փաթաթող։ Նա է մեզ բժշկող։ Նա է, որ հարցնեմ ուղղակի մի պատասխանի, բայց քո մեջ նայի, քո քրիստոնեությունը քո դուրը գալիս է թե չէ։ Մի պատասխանի։ Երևացող մի պատասխանի, բայց քո մեջ քո համար պատասխանի, քո Աստված պաշտությունը քո դուրը գալիս է թե չէ։ Քո քրիստոնեության, քրիստոնյա լինելու չափը, քո հավատացյալ լինելու չափը, քո կյանքը, քո վարմունքը, քո ամեն օրվա ապրածը Աստծո առաջ քո դուրը գալիս է թե չէ։ Դու գոհ ես քո քրիստոնյա լինելուց։ Դու գոհ ես, որ դու քրիստոնյա ես այդ չափ, ու ասում ես նորմալ է։ Դու գոհ ես անկեղծ եղիր ինքդ քո հետ, հանկարծ մի հատ որ շփոթվեմ մի հատ մի բան, հանկարծ անես չանեմ, չէ՞։ Մի հատ անմիջապես կասես, կնեղանաս ինձանից, կասես Արսեն ես ինչ բանը սենց արես, դուրս չեկա։ Հեչ մի օր ինքդ քեզից չես ուզում նեղանաս։ Հեչ մի օր ինքդ քեզ չես ուզում ասես, դու ինքդ քեզնից դժգոհ լինես։ Ասես, էսի ինչի համար ասես, ես քեմ սենց Տեր Աստված։ Երբ ես մի օր սենց անելու։ Սենց, ուղղակի ինքդ քեզ։ Սողոմոնը 13 տարում շինեց իր անձնական տունը և 7 տարում շինեց Տիրոջ տունը, եթե կարդացել եք ավետարանը, Աստվածաշունչ։ 13 տարի շինեց Տիրոջ տունը, ներողություն, իր տունը, 7 տարի շինեց Տիրոջ տունը։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Կարող է ոմանք լինեն սենց հասկանան, որ Սողոմոն ինչքան քիչ է ուշադրություն դարձրել Աստծո տանը բա։ Չէ, դա մեր ներսի տան մասին է խոսքը։ Որ քո ներսի տան վրա երկու անգամ պետք է ավել աշխատես, քան ուրիշի վրա։ Որ երկու անգամ ավել պետք է սենց անես, քան թե սենց, հասկանում ես ինձ։ Հա? Բայց մենք 50 անգամ սենց ենք անում, զորով մի անգամ սենց։ Են էլ անում ենք, թե չէ։ Դա չի նշանակում, որ Սողոմոն իր անձնական շքեղտունը ավելի է պատվում, քան Աստծո տաճարը։ Դա նշանակում է, որ ինքը իր ներսի, իր տաճարի, որ այսօր կա, մենք ենք Աստծո տաճարը։ Նոր գտականանում մենք ենք Աստծո տաճարը, Աստված հաճել է մեր մեջ ապրելու, որ դու երկու անգամ ավել, շատ ավելի շատ, քո ներսի անձնական տան վրա պիտի աշխատես ուշադրություն դարձնես, քան ուրիշների տան վրա։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Քանի հոգի տեսան իրանց, որ իրանք այդպես չէ, որ իրանց ուշադրությունը իրանց ներսի տնից ընդհանրապես հեռացած է, որ իրանց ուշադրությունը մենակ ուրիշների տների վրա է, ուրիշների ներսի կյանքի վրա է։ Արսենը սենց արեց, Արսենը սենց չարեց, այն մեկը սենց արեց, այն մեկը սենց չարեց։ Հասկանում եք իրար։ Եվ Աստված ասում է, որ քեզ նայիր։ Երկու անգամ ավելի քո տան վրա ուշադրություն դարձելու, քան որ ուրիշի կյանքերն է։ Նայիր ինքդ քեզ։ Գիտես, մեծ հաշվով։ Եթե ամբողջ աշխարհն են քո դեմ, դուրս կա Աստված քո կողմից է։ Գոնե սա պիտի հասկանա ժողովուրդ։ Եվ ոչ մի բանից չվախենա։
Մի վախեցի, որ այսօր կարող է մարդիկ իմանան, որ դու պրոբլեմ ունես։ Մի վախեցի, եթե վախենում ես դրանից, դու կծառայես դրան, քո պրոբլեմը պահելու համար, ամեն ինչ կանես, որ քո պրոբլեմը չերևա, եւ դու կդառնաս քո պրոբլեմը պահպանելու ծառան։ Եվ 1000 հատ հնարման կգաս, որպեսզի կարողանաս պահել քո պրոբլեմը, որ ինքը չերևա։ Բայց Աստված ասում է, եթե դու այսօր դառնաս, իմ առաջ լինես այնպես, ոնց որ ես քեզ տենում եմ, ներկայանաս այդպիսի։ Ամեն։ Ես կփաթաթեմ քեզ։ Ես կբժշկեմ քեզ։ Ես քո վերքը կանցկացնեմ։ Ես կպատեմ քեզի, կփաթաթեմ քեզի։ Ամեն։ Երկու օրից ես քեզ կկենթանացնեմ, եւ դու կկանգնես իմ առաջ։ Եվ կապրես իմ առաջ ու կճանաչես ինձ։ Քանի հոգի են ուզում, որ մեր կյանքի, մեր երկերի, մեր ծառայությունների, մեր փառաբանությունների, մեր ապրածի, մեր քարոզածի, մեր տներում եղած ժամանակվա, մեր դրսում ապրած ժամանակվա, մեր հարևանության մեջ, մեր բարեկամության մեջ այն ինչ վերաբերմունքներ որ ունենք, ինչ ապրելաձև որ ունենք, որ դրանց միջի աղմուկը հեռանա։ Քանի հոգի են ուզում, որ իրանց կյանքից այդ հռեմփա Աստվածը հեռանա, որ մողոքի վրանը գնա մեր կյանքերից, այսինքն սխալ բաները, որ մեր կյանքերից գնա, որպեսզի մենք ապրենք Աստծո առաջ, լինենք իր առաջ, ամեն, բայց գիտես մի հատ հարց կա։ Եթե ասես ես ուզում եմ գնամ, բայց իրականում այս օրվա, այս ժամանակահատվածի համեմատ ինչ որ մի բանի անուն չտաս քո մեջ, դու ինչի ես, նա չի գնա։ Որտեվ քո ասած գնան վերացական է, ռեալ չի։ Դու օրինակ համար դու ասում ես ես ուզում եմ, որ մողոքի վրանը գնա։ Հիմա այս օրվա համար քո մողոքի վրանը ո՞րն է։ Դու ինչի նկատի ունես։ Դու իրականում մի հատ վրան չունես, հիմա ասես շալակած տանում ես։ Որ բնավորության հետ ես։ Որ սխալ ապրելակերպի հետ ես, որ վատ մտքերի, պիղծ մտքերի, պիղծ զգացմունքների հետ ես, որի հետ ես, որ ուզում ես գնա քո կյանքից, որպեսզի դու ազատ լինես, որ գերության հետ ես, որ սխալ պաշտամունքի հետ ես, անունը տուր, որպեսզի նա գնա քո կյանքից։ Դա է լինել Աստծո առաջ, դա բեր Աստծո առաջ, տուր իր անունը ու ասա, որ Տեր, այս սրա հետ եմ եւ ես ուզում եմ, որ սա իմ կյանքից հեռանա։ Ոչ թե ասեն մողոքի վրան, ես էլ ասեմ մողոքի վրան, չիմանալով սկետ ինչ է։ Դա ինչ ժամանակվա համար է, հիմա որն է իմ ու քո մողոքի վրանը։ Որն է իմ ու քո զոհը, որ Աստված ասում է, այս ատում եմ, էդի չեմ ուզում։ Ես մերժում եմ այդ զոհը, չեմ ուզում, ու դու էլ գիտես, ասել թե ինձ 40 տարի անապատում զոհ ես մատուցել։ Դու էլ գիտես, թե 40 տարի ինձ ծառայել ես ու ինձ սրտով ես ապրել։ Չէ, չես էլ հարցրել, թե ես ինչ կարծիք ունեմ քո ծառայության մասին։ Չես էլ ուզում իմանաս, թե ես ինչ եմ մտածում քո մասին, որտեղ դու քո մասին ունես քո կարծիքը, սարքել ես մարդկանց մոտ քո կարծիքը, մարդիկ միշտ այտենց են վերաբերվում քեզ ու դու գիտես, որ դու այտենց ես։ Դու այդքան լավն ես, դու շատ հրաշալի ես, բայց եթե ինձ հարցնես ու կարողանաս լսել, որ ես խոսամ քո կյանքի վրա, ես քեզ կասեմ, թե դու ինչ ունես քո կյանքի մեջ։ Եվ դա քեզ կործանելու եւ քեզ գցելու համար չի, դա քո բժշկության, դա քո վերադառնալու, դա քո կենթանանալու եւ դա քո կյանքի համար է։ Ես ուզում եմ ազատ լինել։ Ես ուզում եմ ազատ լինել։ Գերիներին թողություն քարոզելու, աղքատներին ավետարանելու, այս ամեն ինչի մեջ մի հատ գլխավոր բան կա, այդ բաները, որ կարդում ես Եսայի 61-ում, մի հատ գլխավոր բան կա, դրա անունն ազատություն է։ Ինչի համար, որ մարդը ազատ լինի։ Ինչից։ Մեղքից։ Սատանայի գերություններից, սատանայի բերդերից, սատանայի ամրոցներից, վատ բաներից, որ մարդը կարողանա ազատ լինել։ Ինչ ես մտածում ինքդ քո մասին։ Ինքդ քո մասին ինչ ես մտածում։ Ես հասկանում եմ, որ հիմա շատերը մտքով տուն են։ Անկեղծ եմ ասում, հասկանում եմ, դա եւ տենում։ Շատերը
մտքով տուն են, շատերը մտքով ինչ-որ բան են անում, շատերը չգիտեն ինչի մասին է խոսքը, որովհետև չեն կարողանում լսել, անառողջ միտք կա։ Եվ լավ կանեինք, որ ասեինք Տեր Աստված հենց դրանից եմ ուզում ազատվել։ Չեմ կարողանում լսել Տեր։ Ժամանակակից հիվանդություն։ Չեմ կարողանում լսել։ Միտքս փախնում է։ Չեմ կարողանում լսել, չեմ կարողանում հասկանալ։ Չեմ կարողանում առողջ նայել, առողջ դատել, առողջ մտածել։ Օգնիր ինձ Տեր։ Ուզում եմ որ դա ինձանից հեռանա։ Ես ուղղակի ներկա եմ պաշտամունքին Տեր, ես ուզում եմ ազատվում սրանից։ Ես ուզում եմ որ պաշտամունքի լինեմ, եկեղեցու նստած լինեմ, լսեմ, հասկանամ, կարողանամ վերցել, կարողանամ կերակուր ուտել, թե ինչ են խոսում մարդը։ Ես դա եմ ուզում Տեր Աստված։ Ամեն։ Ես իմ ու քո համար կոչ արեցի ինչպես հավատելու։ Գործ գինի 31-ն ասում է ասում է կարճ եմ ասում եկեղեցիները խաղաղություն ունեին նրանք շինվում էին և Տիրոջ երկյուղին էին հետևում և Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին։ Սա առաջի դարի եկեղեցին է ժողովուրդ։ Եկեղեցիները խաղաղություն ունեին, նայիր քեզ։ Նայիր, եկեղեցի չափ, նայիր քեզ։ Եկեղեցիները խաղաղություն ունեին, նրանք շինվում էին, այսքան աճում էին, ներսից կառուցվում էին, նայում ես քեզի, կա համադրություն, շինվում էին, խաղաղություն ունեին, Տիրոջ երկյուղին էին հետևում և Սուրբ Հոգու մխիթարությամբ շատանում էին։ Տիրոջ երկյուղին էին հետևում։ Հետևել նշանակում է գնալ մի բանի հետևից առանց կանգնելու, առանց դադար տալու։ Վերցնել մի հատ ուղղություն, ճանապարհ, կյանքի և գնալ դրա հետևից։ Եթե ես ու դու ունենք Տիրոջ երկյուղը, մենք վատ բաներ չենք պահի մեր կյանքի մեջ։ Եթե ես ու դու Աստծուց վախենում ենք, Տիրոջ այդ երկյուղ կոչվածը մեր կյանքի մեջ կա, մենք ոչ մի բան, ոչ մի վատ բան չենք պահի մեր կյանքի մեջ, ամեն վատ բաները մեր կյանքից դուրս կան։ Կանչենք Սուրբ Հոգու, գիտեք, բոլոր իրավիճակներին եթե նայենք Աստվածաշնչի, որ օրինակ եթե սենց է գրած, և Հիսուսը մտավ այս իշտեղ, և Հիսուսը մտավ տաճար, և Հիսուսը մտավ Կափառնայում, և Հիսուսը մտավ այս ինչի տունը։ Գիտեք, բոլոր իրա մտնելուց հետո հետևում է բժշկություն, ազատագրություն, հնազանդություն, հանդիմանություն, կարծիքի փոխել իր հանդեպ։ Կափառնայում քաղաքը գիտես ինչքան էր ինքը իրանով հպարտ, որ ասում էր մինչև երկինք ես բացացել։ Գիտես մեծ բան կարծիք ուներ իր մասին, քաղաքը անվանի քաղաք էր, իր մասին մեծ կարծիք ուներ, բայց Հիսուսը մի օր մտավ այդ քաղաք ու բոլորի կարծիքները ցրեց, մինչև այդ նախապես ունեցած։ Այդ հեղինակությունը ջարդեց, ասեց, «Էй, Կափառնայում, դու որ մինչև երկինք բարձրացած ես, մինչև գետին պիտի խոնարհվես»։ Սա է քո իրականությունը, Կափառնայում։ Դու քո մասին բան ես սարքել։ Բոլորը գիտեն, որ դու այդպիսին ես, որ դու մինչև երկինք բարձրացած մարդ ես արսա։ Բայց երբ որ ես մտնեմ, ես եմ, որ կասեմ իրականությունը։ Ես եմ, որ կասեմ, թե որն է ճիշտ է, դու իրականում մինչև երկինք բարձրացած ես, թե չէ։ Եթե բարձրացած ես, դա ինչով է բարձրացած։ Ինչով ես բարձրացել դու այդքան։ Եվ կասեմ, որ իրականում իմ աչքերի առաջ դու երկրի հավասար ես։ Հեչ էլ բարձրացած չես, որտեղ քո բարձրանալու հետ ես կապ չունեմ։ Դու լսում ես ինձ։ Հա։
Ինչ որ բան հասկանալի է ժողովուրդ, ինչ որ բան կպնում է, որպեսզի մենք ազատվենք թե չէ։ Եվ Հիսուսը մտավ տաճարը։ Եվ տաճարում կային լիքը մարդիկ, խաղեր, կույրեր, աշխատողներ եւ այլն։ Միջև էտել էին իրան հետը։ Բայց ոչ մեկին բժշկություն չէր եղել։ Հիսուսը մտավ տաճարը եւ բժշկություն արեց։ Եվ ասեց իրականությունը։ Մեզ պետք է, որ Սուրբ Հոգի Հիսուսը մտնի մեր եկեղեցի, մտնի մեր տաճարը, մտնի մեր տունը, մտնի մեր գյուղը ու ասի իրականությունը մեր մասին։ Ով ենք մենք, ինչի համար ենք մենք այդպես անում, ինչի համար ենք մենք ծառայում, դա է իրականությունը, երբ որ Աստված խոսա, նա կխոսա քո կարծիքի դեմ։ Երբ որ Աստված խոսա, նա կխոսա ուրիշ ուղղությամբ։ Միգուցե լրիվ հակառակ բան ասի քեզ, քան որ դու գիտես կամ ունես, դու պատրաստ ես դա ընդունելու։ Եթե դու անկեղծ գաս Աստծո առաջ, կարող է որոշ ժամանակ նեղություն ունենաս, բայց երրորդ օրը դու կկանգնես։ Երկու օրից նա քեզ կկենդանացնի։ Եթե դու հասկանում ես, եթե դու հոժարությամբ գաս իր առաջ ու ասես թե ասա իրականությունը իմ մասին, ով եմ ես։ Ես Կափառնայում քաղաքն եմ, մինչև երկինք բարձրացած, բոլորն այդպես գիտեն, բայց երբ որ գաս, միգուցե ասես դու երկրից էլ հեչ բարձր չես։ Միգուցե գաս ու ասես դու մինչև երկինք պիտի խոնարհվես։ Դու պիտի իջնես, դու պիտի քանդվես, դու քո մասին կարծիք ես արկել, դու անվանի ես, դու ես, դու ես, բայց երբ որ դու մտնես, կասես իրականությունը։ Միգուցե եւ մտնի ու ինչ որ մեկին ասի, քո իրականությունն է սա, այո, դու լավն ես։ Չի բացառվում։ Հնարավոր է։ Ամեն։ Մտնի Արմենի տունը, Արմենին ասի, Արմեն, դու լավն ես։ Քո իրականությունն է, որ դու լավն ես։ Արսենի տունը մտնի, ասի Արսեն, դու պիտի միջև երկիր խոնարհվես։ Դու ինչ որ ունես այսքան տարի արած, իմ աչքին զրո է դա։ Որովհետև դու իմ համար չես արել։ Որտեղ դու ուրիշ բանի համար ես արել։ Եվ դու ունես փոխվելու կարիք, քո իրականությունը էս է։ Դու քո իրականությունից դուրս ես ապրում Արսեն։ Բայց այ Արմենն ապրում է իր իրականության մեջ։ Հասկանում եք, արխային չեմ գցում։ Հիմա էլ հանգած մտածեք, ասենք ուրեմն, էդի ես եմ ուրեմն, որ ես իմ իրականության մեջ եմ ապրում։ Ես լավն եմ։ Ես անես լավն եմ դեր։ Այնքան լավն եմ, մեջ դու էլ չգիտես, որ ես ինչքան լավն եմ։ Չէ, թույլ տանք, որ Հիսուսը մտնի ու ասի իրական։ Ուզում ես քո ընտանիքի մասին իրականություն իմանաս։ Ուր է գնում քո ընտանիքը։ Ինչ անում քո ընտանիքը։ Ոնց է ապրում քո ընտանիքը։ Քո երեխեքը, քո ամուսինը, քո կինը, քո աղբերը, քո քուրը, վերջը, քո ծնողը, քո ընտանիքի անդամը, Աստծուն հնազանդած թե չէ, Աստծուն նրանց մտքերը, նրանց սրտերում, մտքերում Աստծո ճանապարհները կան թե չկան, կապ չունի, որ նրանք այսօր եկեղեցում են եւ ինչ որ մի բան են անում եկեղեցում։ Ասի իրականությունը իրանց մտքերի ու իրանց ապագայի մասին դու չգիտես։ Ինքը գիտի, մեկ էլ ինքը, որ կարող է խոսալ իրականությունը։ Եթե պատրաստ ես Աստծո բերանից քո կյանքի մասին իրականությունը լսելու, եթե պատրաստ ես լսելու, պատրաստ գիտեք ինչ է։ Ոնց ասես այդպես կանում։ Ես պատրաստ եմ լսեմ տեղ, որ դու ինձ ասես 10 տարի դու ինձ չես ծառայել։ Դու քո կյանքի մեջ ունես ուրիշ բաներ, որ դրանցով ես առաջնորդում, դրանց ես ծառայում, դրանց ես տեղ տալիս։ Ես չկամ քո կյանքի մեջ։ Ես չեմ ասում Աստված թողել է մեզ, որ ասում մեր կյանքի մեջ չկա, ինչ ճիշտ հասկացեք։ Ուղղակի ինքը կապ չունի ծառայության։ Գիտեք ինչ եմ ասում։ Մենք գիտենք, որ ամեն ինչը մեր կյանքում Աստծով ենք անում։ Եթե իմ ասեմ, ով Աստծով ապրում, բոլորս կգոռանք, ձեր կբարձրացնենք, ասենք ամեն ես։ Երբ որ ասենք Տերը օրհնել է մեր կյանքերը, չէ, բոլորս ոգևորվածությամբ ձեր կբարձրացնենք, կգոռանք ու կասենք ամեն, 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 բայց քո սրտի մեջ դու մի հատ իրականության մասին գիտես, որտեղ որ դու տանջվում ես, ոչ մեկ չգիտի էդի, եւ Աստված այդ իրականությունն է ուզում փոխի։ Երբեմն բարձանում ենք մի քիչ վերև, հոգեոր, չէ, բայց մեր սրտի մեջ ունենք այնպես իրականություններ, որոնք տակից անդադարում են։
Երբ որ ազդեցություն անցնում է եւ դու ընկնում ես իրականություն, ասում ես չէ, իմ իրականությունն էսի է, ոչ թե 5 ժամ առաջ որ եկեղեցում լավ էի ստուգացի, դա չէ իմ իրականությունը, իմ իրականությունը իմ տան մեջ է, իմ իրականությունը իմ մենության, իմ առանձնության մեջ է, երբ որ ես առանձին եմ, իմ իրականությունը իմ սրտի մեջ է, որ ես միշտ դրա հետ եմ եւ Աստված հետի է ուզում փոխել։ Չգիտեմ ինձ ինչքանով ես հասկանում, բայց Աստված իրականությունն ասելու եւ իրականությունը փոխելու ցանկություն ունի մեր կյանքերի մեջ։ Երբ որ նա ասի իրականությունը, նա չի ասում սպանելու համար։ Նա ասում է փոխելու համար, որովհետեւ նա սիրում է։ Նա ասում է բժշկելու համար, որովհետեւ նա սիրում է։ Ամեն։ Համաձայն ես իմը։ Հիսուսը մտավ Պետրոսի զոկանչի տուն եւ բժշկեց։ Չէ, փոխեց իրականությունը։ Ուզում ես Պետրոսի զոկանչ ինչքան էլ ասեր, ես հիվանդ չեմ։ Ես հիվանդ չեմ, ես հիվանդ չեմ, ես հիվանդ չեմ։ Ժամանակակից աստվածաբանությունը կասեր մի դավանի տենց, մի ասա որ դու հիվանդ ես։ Բայց մենք ինքը հիվանդ էր։ Ասել թե չասել, ինքը հիվանդ էր, Հիսուսը մտավ ու բժշկեց։ Հասկանում եք իրարու։ Հիսուսը պիտի մտնի, որպեսզի բացահայտի իրականությունը։ Ես չգիտեմ քո իրականությունը որն է։ Ես չգիտեմ դու ինչ ես մտածում քո համար, քո կյանքի համար, քո ապագայի համար, քո ընտանիքի համար, քո երեխու համար, քո չգիտեմ եկեղեցու համար, ցանկացած մեկի համար, դու չգիտես իր միտքը, դու չգիտես իր սիրտը։ Դու կարաս ունենաս քո մտքերը, բայց դու չես կարող պարտադրես։ Որտեղ իր մոտ է իրականությունը փոխվելու կարիք կա։ Ամեն։ Դու գտար քո իրականությունը ինչ որ չափով, ինչ որ տեղեր, որ սենց գլուխները թեկացեք էդի նշանակման չեք լսում, թե մտածում եք, որ ինչ որ բան գտնեք։ Երբ որ ձեր հայացքը փախնում է, կամ դուք չեք լսում, կամ էլ մտածում եք, ես ուղղակի ուզում եմ իմանալ, մտածում եք, իրականությունը որն է մեր գտնենք, բերենք Աստծո առաջ, փոխվենք ու ազատագրվենք դրանից, ազատվենք դրանից, թե ուղղակի չենք լսում, սպասում ենք երբ է վերջանալու, որ տուն գնանք։ Գնանք գնանք մեր իրականության մեջ։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, ես վստահ եմ ասում, ստեղ նստած, ասենք լինենք 50-60 մարդ, մոտավորապես, գեր մեծամասնության իրականությունը սա չի, որ ես ստեղ նստած եմ։ Գեր մեծամասնության իրականությունը ստեղից դուրս է։ Ինքը ստեղից դուրս է գալու ու կնի իր իրականության մեջ։ Ու տարիներով ինքը չի կարող փոխել այդ իրականությունը։ Եվ Աստված ես որ ասում այս հետի եմ ուզում փոխել։ Ես հետ եմ ուզում փոխել։ Երբ որ դու կարողանում ես մնալ քո բարձունքի վրա, քո կետի վրա, քո տոճկայի վրա, Հիսուսը երբ որ բարձրացել էր Ձիթենյաց սարը, լավ աղոթք ունեցավ։ Հրաշալի աղոթք, այլակերպություն եւ այլն, երբ որ իջան, սարի տակ դեղերը դիմավորին իրան։ Իջավ իրականություն։ Եվ այդ իրականությունն էլ փոխեց։ Ազատագրեց այդ մարդկանց։ Բայց մենք եկեղեցուց հետում ենք դուրս, ընկնում ենք մեր իրականության մեջ եւ այդ իրականությունը տանում է մեզ, մենք չենք կարող փոխել։ Որովհետեւ իրան չենք ասում, որն է իրականությունը։ Կանգնիր Աստծուն ու ասա, հիմա չէ, ընդհանրապես։ Կանգնիր իրան ու ասա, Տեր, ես որ եկեղեցուց դուրս եմ գալիս, իմ տրամադրությունը գնում է։ Ես երբ որ հետում եմ տուն, ասում եմ, էլի եկամ ես տուն։ Դա է իմ իրականությունը։ Երբ որ դուրս եմ գալի, հետում եմ ինչ-որ բաներ ալեցվում գլխիս, հոգսեր, դժվարություններ, պրոբլեմներ, չեմ կարողանում հաղթարել ու ասում եմ, Տեր, սա է իմ իրականությունը։ Ոչ թե եկեղեցում 2 ժամ, որ սուս-պուս նստած էի, լսում էի, լավ էի զգում ինձ կամ ուղղակի նստած էի, դա չէ իրականությունը։ Դրա համար ասում եմ, գեր մեծամասնության իրականությունը սա չի, որ հիմա ստեղ նստած է։
Գեր մեծա 90%-ի կարամ ասեմ, իրականությունը ուրիշ է, եկեղեցուց դուրս է իրանց իրականությունը, եւ Աստված դա է ուզում փոխի։ Եվ դա կփոխվի, եթե մենք կարողանանք իրան անկեղծորեն ասել, որ ես ունեմ ուրիշ իրականություն, իմ իրականությունը եկեղեցու հետ կապ չունի։ Ես ունեմ ուրիշ իրականություն, իրական է ինքը, ես հիմնականում դրանով եմ ապրում եւ ես հետ եմ ուզում, որ փոխվի։ Եթե քո ներսի իրականությունը փոխես, եկեղեցում քո իրականությունը։ Փոխիր քո ներսը։ Արի Աստծո առաջ ու ասա Տեր, ես ազատվել եմ։ Ես ուզում եմ մաքրվել։ Ես ուզում եմ սրբվել։ Ես ուզում եմ, որ դու նայես իմ ծառայության ու ասես, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Ես ուզում եմ, երբ որ դու գաս, ինձ չասես, այ չար ծառա։ Մտածում էի գալս ուշացնելու եմ, սկսալ ուտելու խմել։ Գիտեք, երբ որ մարդու կյանքում ինչ-որ բաներ ուշանում են, ըստ իրա, ինքը գնում է արխային։ Գիտի, որ դա տեղի չի ունենալ։ Ինձ ուշադրիր լսի, կարևոր բան ասում։ Երբ որ են ծառան, իրան թված, որ իրա տերը գալ ուժացնում է, գրում է և նա սկսեց ծառաների և նա սկսեց ուտել ու խմել։ Հիշում եք, հենց ստաց էլ գրած է, և նա սկսեց ուտել ու խմել։ Երբ որ քո մոտից Աստծո ներկայության, Աստծո դատաստանի, Աստծո սրբության վախը վերանում է, դու սկսում ես ուտել ու խմել և ասում է ծեծում են իրա ծառայակիցներին։ Լսում ես։ Գիտես չի սկսես ծեծել, որովհետև սկսամ սխալ բաներ ուտել ու խմել։ Ես հələ արաղի մասին չեմ խոսում։ Ես հոգևոր ոչ աստվածային մտքերի և կերակուրի մասին եմ խոսում։ Երբ որ ինքը սկսեց ուտել ու խմել սխալ ձևով, միջև այդ հավատարիմ սպասում էր, հենց իրան թված, այսինքն վախը երբ որ վերացավ, երբ որ Աստծո երկյուղը վերացավ, ինքը չկարեցավ էր հասկանալ էդի, ինքը սկսավ ուտել ու խմել։ Ուրիշների հետ ուտում խմում էր և գալիս էր իր ծառայակիցներին ծեծում էր։ Ինձ օրը քանի անգամ ես ծեծում քո սրտի մեջ։ Կողքիդ նստողին օրը քանի անգամ ես քո սրտի մեջ ծեծում։ Մտքիդ մեջ ծեծում, իր հետ կռվում։ Օրը քանի անգամ։ Ծանոթ բան է, չէ՞, ժպիտներից երևում է, որ ծանոթ երևում է։ Լավ է, որ այդպես է։ Դա է իրականությունը, մի փախեք։ Ամեն։ Դա գիտես ինչի հետևանք է։ Որ դու սխալ տեղ ես ուտում ու խմում, որ դու սխալ բան ես ուտում ու խմում և ինչ որ նետում է ներսը, դա քեզ ստիպում է իրան հնազանդվելու։ Երբ որ դու սխալ բան ես ուտում, նա քեզ ասում է Արսենին ծեծի։ Մի անգամից սկսում Արսենի սխալները ցույց տալ։ Մի անգամից սկսում է ցույց տալ Արսենի սխալները։ Բայց Արսենի լավությունները ես չէ ցույց չի տալիս։ Չէ՞։ Այն որ Արսենը քո համար ամեն օր աղոթում է, էդի հեչ։ Այն որ օրինակի համար ասում ես էսի սենց են ինենց, են մեկը օգնում է քեզի, Արսենը չելի Արմենը։ Վերջը։ Մի անգամից ինքը սկսում է սխալ ու վատ բաները ցույց տալ։ Արած լավությունները չի է։ Որովհետև այդ քո կերակուրը ի վիճակի չի սխալներ լավությունները ցույց տալը։ Հիմա ես քեզ ասում եմ, որտեղ ես ուտում ու խմում։ Հեչ եղել է բաներ, որ ուզեցել ես անես, և Սուրբ Հոգին քեզ հենց այդ պահին ուղղակի ասի մի արա չանես էդ։ Որտև դա կերակուր է, երբ որ դու անում ես, դու ուտում ես։ Երբ որ դու անում ես, դա անցնում է քո ներսը։ Եվ Աստված քեզ ասում մի արա էդի։ Մի արա, որովհետև եթե գնաց ներսը, հետո դժվարությամբ կփսխես էդի։
դժվարությամբ դուրս կգա հետի քեզանից։ Ավելի լավա չանես։ Կենթանացրամ ես Տեր։ Հոգին է կենթանացնողը։ Հոգին է կենթանացնողը։ Մենք ունենք կենթանության կարիք։ Մենք ունենք կենթանի ձևով ծառայելու կարիք։ Մենք ունենք կենթանի մնալու կարիք։ Մենք ունենք, գիտեք, ես ինչից եմ դա որոշում։ Ես ասենք իմ որոշածը, իմ անալիզն ինչ ձևի է։ Ասեմ, եթե ես կենթանության մեջ եմ ապրում Տեր։ Ես իմ համար այդպես եմ հասկանում, դուք ձեր համար դուք էլ լավ կանեք այդպես հասկանաք այդ նույն սանդղակով, բայց կարող է դուք կշերքն ունես, կշերքն ու վիշապ ունես։ Ասում Տեր Աստված, եթե ես կենթանության մեջ եմ ապրում, ամենայն դեպս ինչ-որ ժամանակահատված, եթե ես կենթանությամբ եմ ծառայում, լավ, ինչի իմ կյանքը չի փոխվում։ Պարզ իրականություն եմ ասում։ Եթե ես կենթանի եմ ծառայում, ինչի դահլիճը չի փոխվում։ Տեսեք ինչքան պարզ եմ խոսում։ Տեսեք ինչքան պարզ եմ ասում ժողովուրդ։ Եթե ես կենթանի եմ ծառայում, ինչի դահլիճի կյանքը չի փոխվում։ Եթե ես կենթանության մեջ եմ ապրում, ինչի իմ կյանքը չի փոխվում։ Ինչի եմ ես մնում նույն բանի վրա, նույն մակարդակում։ Ինչի չեմ կարողանում շատ դժվարություններ հաղթահարել։ Ինչի չեմ կարողանում տարիների մտային գերություններից ազատագրվել, բոլորիս համար ասում։ Ինչի չեմ կարողանում ազատագրվել, եթե ես կենթանության մեջ եմ ապրում։ Մի եղբայր մի օր կանգնեց ինքն իրան ու ասեց, եթե իմ ծառայությունը կենթանի է, ինչի ինքը մարդկանց ձեռք չի բերում։ Ինչի մարդիկ չեն տալիս։ Հարց տվեց իրան։ Եթե ես կենթանի եմ ծառայում, եթե ես կենթանության մեջ եմ ծառայում, եթե ես արքայությամբ եմ ծառայում, ինչի մարդիկ չեն ավելանում։ Հիմա ես մեր համար ասում եմ, եթե ես կենթանության մեջ եմ ապրում Տեր, հələ ծառայության մասին չեմ խոսում։ Եթե ես կենթանության մեջ եմ ապրում, ինչի իմ կյանքը չի փոխվում։ Ինչի ես լուրջ աճեր չեմ գրանցում իմ կյանքում։ Ինչի լուրջ փոփոխություններ իմ կյանքում չկա։ Ինչի լուրջ բարձունքներ չկան իմ կյանքում, ինչի համար չկան շատ հոգևոր ծառայության հետևանքներ, կենթանության հետևանքը ուր է։ Կենթանության հետևանքը կաղի քայլելն է։ Կենթանության հետևանքը լուրջ բժշկություններն է։ Կենթանության հետևանքը կյանքերի փոխվելն է, ուր է։ Կենթանության հետևանքը գերություններից ազատագրվելն է։ Կենթանության հետևանքը աղքատներին ավետարան քարոզելն է։ Կենթանության հետևանքը լուծի կապանքները ջարդելն ու ջախջախելն է, ուր է դրա հետևանքը Տեր, հասկանում ես ինձ, դրա հետևանքն ուր է, հեչ ինքդ քեզ այդպես հարցեր տալիս ես, հեչ այդպես անալիզ ինքդ քեզ անում ես, դա է քո իրականությունը, դու չես կարա փախնես, մենք չենք կարա գանք ստե գոռանք աղաղակենք ու ասենք փառքես Տեր, ամեն ինչ լավ է, ամեն ինչ հրաշալի է, հետո 15 րոպե հետո ընկնես քո իրականության մեջ տրամադրությունը տնկնի, տխրես, գնաս 10 օր չկարենաս խելքի գաս, որն է քո իրականությունը։ Լսում ես ինձ։ Աստված ուզում է փոխի հետ։ Աստված ուզում է մեր իրականությունն անի իսկական արքայության մեջ։ Որ դա լինի, գիտես, որ հենց ուղղակի չխոսաս։ Խոսակցությունների ուղղակի խոսակցությունը դա իրականություն չի։ Իրականությունը գիտես որն է։ Քո մտածելակերպի, քո խոսակցության, քո սրտի իրականությունը։ Սա չէ որ եկեղեցում ասում ստերոօրտնի քեզ։ Փառք Աստծո։ Քո իրականությունը քո սրտի միջի խոսակցություններն է։ Երբ որ դու մենակ ես, քո սրտի մեջ ինչ ես խոսում, դա է քո իրականությունը։ Դու ինչ ես մտածում, դա է քո Եվ բավական է, որ 100-րդ դեմքով շփվենք։ Բավական է, որ 100-րդ պատասխանը տանք, գոյություն ունի մի հատ ճիշտ պատասխան։ Դա է իրականությունը։ Բավական է 50-րդ պատասխանը տանք իրարու։ Մի հատ իրական պատասխան կա, դա դուր, թող լինի դառը, թող լինի նեղացնող, բայց դա կլինի փոխող։
որտեղ Աստված էլ ատած խոսում, ամեն, Հիսուսը մտավ շատ տեղեր և շատերին իրականությունը փոխեց, ինքդ քո հետ եղիր իրական մասը, ես մեղքերն ունեմ Տեր Աստված, ես պղծություններ ունեմ մեղքեր մեջ, գիտեք երբ որ ասում եք պղծություն, մարդիկ սենց բան են ըլում, այդ իմ համար չի, մարդը մտածում է պղծություն ենա, որ մեկը մի 20 հոգու հետ պետք է ման գա, ես իմ չեն արի, չէ, երբ որ քո սրբությունը խախտվում է, դա սրբության հականիշ պղծություն է, երբ որ քո սրբությունը խախտվում է, դա պղծություն է, երբ որ Աստված չի պաշտվում ընենց ոնց որ պետք է, դա պղծություն է, համաձայն չես, երբ որ դու չես անում են ինչ որ պիտի անես, սրբության տեսանկյունից, դա է, որ Աստված ուզում է փոխի, ամեն, եթե դու ոնց կա այդպես դրա համեմատ չես մտածում, ոնց որ սուրբ գիրքն է ասում, եթե դու ես քո Աստվածը, եթե ուրիշ բաներ են քո Աստվածը, դա է պղծություն, դա պղծություն է, և մենք մտածում ենք, որ ով պղծությունը գիտես ինձ անես իշխանելու է, երբ որ մտքով և զգացմունքով վերցնում ես այն, որ քո սեփականը չի, դու իրավունք չունես, դա պղծություն է, մտքով ինչքան բաներ ես վերցնում, որ իրավունք չունես, դա քոնը չի, զգացմունքով ինչքան բաներ ես վերցնում, որ իրավունք չունես, դա քոնը չի, որովհետև քո սեփականը չէ, համաձայն ես թե չէ, կարող է մեկի մարդուն վերցես, կարող է մեկի կնգան վերցես, կարող է մեկի ավտոն վերցես, կարող է մեկի տունը վերցես, կարող է մեկի չգիտեմ ինչը վերցես, դա քոնը չի, դու իրավունք չունես, պղծություն ինչ է, ամեն, անմաքրության, անսրբության հակառակն է պղծություն, հականիշ, ամեն, համաձայն եք թե չէ, Կարանք շատ ուրիշ բաների մեջ էլ վերագրենք այդ բանը, բայց ես ամենա հասարակ մակարդակում եմ ասում, ամենափոքր։ Եկեք կանգնենք ոտքի։ Եկեք մեր սրտերը իսկապես բերենք Աստծուն։ Եկեք մեր սրտերը բերենք Տիրոջ առաջ։ Իրականությունը ներկայացնենք Աստծուն ու ասենք Տեր, փոխիր իմ իրականությունը։ Ինձ ասա, այսքան տարի ես քեզ ինչ եմ ծառայել։ Ես ինչ եմ կրում իմ ներսում։ Ես քայլում եմ դեպի նպատակ, բայց իմ հետ ինչեր եմ կրում ու քարշ տալիս։ Ինչեր կա իմ կյանքի մեջ, որ դու ուզում ես դադարեցնեմ, դրանք իմ հետ բերել եմ։ Ուզում եմ իրականության մեջ ընկնել։ Ցանկացած մարդու կյանքում գալիս է մի պահ, որ այդ մարդու հոգին պահանջում է իրականություն։ Ցանկացած մարդու կյանքում գալիս է մի հատ պահ, որ այդ մարդը ասում է իրականություն եմ ուզում։ Պետք է հանդիպենք։ Դա է իրականություն։ Իրան միջև չհանդիպենք, իրականության մեջ չեք ապրում։ Միջև ինքը չգա չմտնի ու չասի, որ այս բաները քո կյանքի մեջ կան, ասեն, չենք կարող ասել, որ մենք ապրում ենք իրականության մեջ։ Իրականությունն ուրիշ է, վերացական ապրել ուրիշ է։ Քո հորինած աշխարհը թող։ Քո հորինած կերպարը թող։ Քո սարքած կերպարը թող։ Թե քո մասին, թե քո կյանքի ապագայի իրականության մասին, հորինված, սարքված կերպարներ կան, որ Աստված ուզում է ես ու դու թողենք ես օրենքին։ Թող այդ կերպարը, թող այդ հորինված գույնս գույն աշխարհը և ընկիր իրականության մեջ։ Դրանից հետո կունենաս իրական գույնս գույն աշխարհ։ Դրանից հետո կունենաս
իսկական կերպարը Քրիստոսի կյանքիդ մեջ, ոչ թե հորինված ու սարքված։ Փոխիր մեր իրականությունը, Հիսուս։ Փոխիր մեր իրականությունը, Հիսուս։ Ասենք կյանքի մեջ լիքը հոգնեցնող բաներ կան, Տեր։ Աստված պաշտությունն այլևս առաջվա պես շահագրգիռ չի։ Ծառայությունն այլևս առաջվա նման ոգևորող առաջ տարող ու մղող չի։ Որտեղ մի ուրիշ իրականություն կա, ինչ-որ բան չի փոխվում և դա հոգնեցնում է ինձ։ Չեմ հանդիպում քո հետ և դա հոգնեցնում է ինձ։ Չեմ բժշկվում և դա հոգնեցնում է ինձ։ Կյանքս չի փոխվում և դա հոգնեցնում է ինձ, անընդհատ նույն բաների մեջ եմ և հոգնել եմ դրանից և դա ինձ հոգնեցնում է, Տեր։ Հոգնել եմ հոգնելուց, հոգնել եմ նույն բաներից, հոգնել եմ անապատից, հոգնել եմ 40 տարի, նույն բաները կրելուց ու տենալուց, հոգնել եմ նույն զոհերից, հոգնել եմ նույն տոներից, հոգնել եմ նույն խոսքից, նույն աղոթքից, նույն ծառայությունից։ Ինքս ինձնից էլ հոգնել եմ, Տեր, և ուզում եմ, որ գաս ու փոխես իմ իրականությունը։ Արի և փոխիր, Հիսուս։ Արի և փոխիր, Հիսուս։ Իմ հորինած աշխարհը փոխիր, Տեր։ Իմ հորինած կերպարն իմ համար փոխիր, իմ հորինած կերպարն իմ դիմացինի համար փոխիր։ Ես ուզում եմ տեսնել իրականությունը, Տեր։ Ուզում եմ երկու անգամ ավել աշխատել իմ ներսի տաճարի վրա, քան ուրիշներին մատնացույց անել, Տեր։ Փառքես։ Սովորեցրա ինձ Աստված կառուցել։ Կառուցել իմ ներսը, կառուցել իմ տունը, Տեր։ Սովորեցրա, Հիսուս։ Աշխատիր իմ ներսում, Տեր Աստված։ Ես ներողություն եմ խնդրում, Տեր, և ձեզ կոչ եմ անում Աստծուց ներողություն խնդրելու ապաշխարության համար։ Խնդրիր քո սխալների ու հանցանքների համար, խնդրիր քո սխալ ուղղությունների համար, խնդրիր քո սխալ խոսքերի համար, խնդրիր անեծքի համար, որ արել ես, անեծքների, հայոյանքների համար, խնդրիր, որ Աստված թողություն տա քեզ և ազատագրի քեզ։ Ես կանգնում եմ քո առաջ ոչ միայն ներվելու, այլ նաև ազատագրվելու համար, Հիսուս։ Փառքես։ Սովորեցրա, Տեր։ Հոգին է կենդանացնում։ Մարմինը ոչ մի բանի օգուտ չունի։ Մարմնավոր ծառայությունը ոչ մի բանի չի կարող օգնի։ Մարմնավոր ապրելը ոչ մի բանի չի կարող օգնի։ Մարմնավոր ապրելը չի կարող օգուտ տա, դա խաբում է ինձ ու քեզ։ Դու ինքդ քեզ ես խաբում, երբ որ մարմնավոր ծառայությամբ ուզում ես մի բան կառուցել։ Տարիներ հետո կտենաս, որ ոչինչ չի կառուցվել և դու խաբել ես ինքդ քեզ, որտեղ դա չի եղել իրականությունը, որտեղ չես ներկայացել մարդկանց հենց ոնց որ կաս, չես ներկայացել Աստծուն հենց ոնց որ կաս, ներկայացել ես քո հորինված կերպարով, ինձ խաբել ես, բայց Աստծուն չես կարող։ Փառքես, Տեր։ Հիսուս, 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 այդ երկը կարանք երկրի։ Ո Հիսուս, խնդրում եմ երկիր սա։ Առաջի դարի եկեղեցին հետևում էր Տիրոջ երկյուղին և շինվում էին և շատանում էին։ Առաջի դարի եկեղեցու մարդիկ հետևում էին Տիրոջ երկյուղին։ Հիսուսի ախորժակը Տիրոջ երկյուղն էր։ Հիսուսի վրա հանգչած էր Տիրոջ վախի հոգին և նրանք մեղքից հետ էին քաշվում, մեղքից հեռու էին ապրում։ Փախնում էին մեղքից, ոչ թե վախենում էին, այլ փախնում էին, նրանք չէին անում դա։
Դրա համար ավելանում էին, դրա համար շինվում էին, դրա համար կառուցվում էին։ Հետևեն Տիրոջ երկյուղին։ Հետևեն Տիրոջ երկյուղին։ Ասատել Աստված քո վախը գցիր իմ վրա։ Իմ ներսում արցանցրա քո երկյուղը Տեր։ Երբ որ եկեղեցին ես ու դու սկսենք Տիրոջ երկյուղին հետևել եւ մեր մեջ բարձրանա Տիրոջ երկյուղը, մեր վախը կընկնի աշխարհիկների անհավատների վրա։ Եկեղեցին կբարձրանա, երբ որ Աստծո երկյուղը մեր վրա լինի, մեր երկյուղն է կլինի աշխարհի վրա։ Փառքես, շնորհակալ եմ Հիսուս, քո հարաբերությունները շտկիր խնդրում եմ, քո հարաբերությունները ճշտիր, քո ընտանիքի անդամների հետ, քո աղբոր հետ, քո կնոջ հետ, քո անձի հետ, քո գուցունի հետ, քո կնոջ հետ, քո ապոստոլ, քո երեխու հետ, որդուր հետ, չգիտեմ, ճշտիր քո հարաբերությունները, ապրիր սրբության մեջ, ուզի, ցանկացի Աստծո, որ սրբության մեջ ապրես, մի վախեցիր, որ մինչև հիմա մեղքի մեջ ես, խոստովանի եւ հեռացրա քեզանից, եւ սրանից հետո Տիրոջ վախով ապրիր, Տիրոջ երկյուղի մեջ ապրիր, առողջ հարաբերություններ ուզիր Աստծուց, լայն մտածելակերպ ուզիր Աստծուց, փառքես Տեր, Տեր աղոթում եմ, որ քո հոգու ազդեցությունը մնա մեր կյանքերի վրա, աղոթում եմ Տեր, որ այս ազդեցությունը մնա մեր կյանքերի վրա, որ մենք ամեն ժամանակ փնտրենք իրականություն ու ապրենք, Երուսաղեմի տաճարը անուն ուներ աշխարհում, բայց մի օր Հիսուսը մտավ եւ իր իրականությունը բացահայտեց։ Մտիր իմ կյանքի մեջ Հիսուս, մեծ թափով եւ իմ իրականությունը բացահայտիր։ Գեղեցիկ շենքեր, գեղեցիկ տաճար, հանկարծ Հիսուսն եկավ ու ասեց. Ես եմ գեղեցկացնողը։ Եվ իրականությունն է նա, որ դուք այստեղ ոչխարով համարում եք ծախում։ Սա է տաճարի իրականությունը։ Փոխիր Տեր։ Փոխիր Հիսուս։ Թող քո արյունը հոսի հիմա Տեր։ Եվ լվա ամեն անօրենություն։ Թող քո արյունը հիմա անցնի Տեր, մեր կյանքերով, եւ փոխի ամեն մղձություն սրբության մեջ։ This act of Lord, this act of this week, seem just. Ասա ես իրականություն եմ ուզում Տեր։ Ինձ հետաքրքիր չի իմ մասին ով ինչ կմտածի։ Ես իրականություն եմ ուզում։ Թող ինձ նախատեմ, թող ինձ հալածեմ, թող իմ մասին բան խոսամ, բայց ես իրականություն եմ ուզում իմանալ։ Ես քո իրական կարծիքն եմ ուզում Տեր։ Խոսեմ կյանքի վրա, ինձ գցիր իրականության մեջ եւ ասացիր։ Փառքես։ Կանչիր այս անունը։ Կանչիր այս անունը, կանչիր իրան։
Նա կենթանի է, նա չի ծաղրվում։ Նա է գերագույնը։ Աչքերը մեր իրա վրա։ Նա է գերագույնը։ Նա է գերագույնը։ Նա է գերագույնը։ Նա է գերագույնը։ Երորդ օրը կկանգնենք նրա առաջ և կճանաչենք և ճանաչելու հետևից կլինենք Ես ուզում եմ, որ դու իրան գտնես այսօր նոր մակարդակում մի քայլ ավելի բարձր Ասա իմ հայոյանքների վերջն իր Տեր, ես ինչ-որ զգում եմ դա ասում եմ հիմա քեզ, ասա իմ հայոյանքների վերջն իր, հայոյողներ, ասեք, որ իմ հայոյանքների վերջն իր, իմ ամեցիներին վերջն իր Տեր, իմ վատ մտքերին վերջն իր Տեր, իմ կյանքի պղծություններին վերջն իր Տեր, իմ քննադատություններին ու դատելու վերջն իր Տեր, մարդկանց վրա միշտ վատը տենալու բնավորությանը վերջն իր Տեր։ Իմ հոգնածությանը վերջն իր։ Ուզում եմ քո սիրո մեջ ապրել։ Ուզում եմ անդադ ճեղքման մեջ ապրել Տեր, որի մեջ հոգնածություն չի, որի մեջ ձանձրույթ չի։